Նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է առևտրի միջազգային պալատի գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև միջազգային առևտրի պալատի Հայաստանյան ազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ, առևտրի եւ ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը, հայտնում են նախագահի աշխատակազմից։ Միջազգային առևտրի պալատը աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ավելի քան 45 միլիոն ընկերություն 170-ից ավելի երկրներում։ 1915 թվականից ի վեր միջազգային առևտրի պալատը խթանում է միջազգային առևտուրը, պատասխանատու բիզնես վարքագիծը եւ գլոբալ կարգավորումները ռազմավարական շահերի պաշտպանությամբ, կանոնների ձևավորմամբ եւ վեճերի լուծմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բիզնես միջավայրին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանում ներդրումների ներգրավման, առևտրի զարգացման եւ ստանդարտացման հարցերին, ինչպես նաեւ ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Զրույցի ընթացքում Ջոն Դենթոնը շեշտել է իր պատրաստակամությունը Հայաստանում կայանալիք COP17 ՄԱԿ կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման եւ անցկացման գործընթացում հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինյին, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները եւ նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։ Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահասինհային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ազգային ժողովն այսօր 65 կողմ 30 դեմ ձայներով ընդունել է օրենսդրական փոփոխությունները, որոնք իշխանությանը թույլ կտան կյանքի կոչել հետսապետականացնելու նախագիծը։ Հետսիային աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից, այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք, ովքեր հետս աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ Հետսիային աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չընթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի, գրել է Փաշինյանը։ Հետսային աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ, որում մասնավորապես նշված է. նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու այդ համատեքստում կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման կարևորությունը, մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակներում հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին եւ յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։ Ավելին, քանի որ այժմ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են նաև հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին, բոլոր իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ գործընթացը անհրաժեշտ է իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեա իրավական գործընթացներն իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։ Հանրային հաղորդակցությունը նշված հարցերով անհրաժեշտ է իրականացնել զգայունություն պահպանելով։ Ավելին, բոլոր հանրային քննարկումները անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ։ Հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նշված ոլորտում պետության միջամտությունը թեև հնարավոր է, սակայն այն պետք է լինի համաչափ, չեզոք եւ որևէ իրավիճակում չի կարող լինել կամայական, որպիսի պարագայում միայն կարող է երաշխավորված համարվել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է դիրքորոշումն առ այն, որ մտքի խղճի եւ կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն հիմնվելով պետություն կրոնական
տնտեսական կազմակերպություն փոխգործակցության սկզբունքի վրա եւ հաշվի առնելով յուրաքանչյուրի դերակատարության թույլատրելի սահմանները։ Գործընթացներին առնչվող բոլոր հանգամանքների հնդածած վերլուծության արդյունքում ձևավորված վերջնական դիրքորոշման առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա հրապարակային։ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում էկոնոմիկայի նախարարության եւ ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչների, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պատասխանատուների, մարզի վարչական ղեկավարների, ֆերմերների եւ պանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարողների մասնակցությամբ։ Նպատակն է եղել իրազեկել գյուղատնտեսական կենդանիների համարակալման հաշվառման ծրագրի կարևորության մասին եւ քննարկել ոլորտային հարցերը։ Ծրագիրն իրականացվում է պետության կողմից, որին իր աջակցությունն է ցուցաբերում ագրոբիզնեսի եւ գյուղատնտեսության զարգացման կենտրոն հիմնադրամը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքում մեկի տեղաշարժի վերահսկումը եւ հետաձգելիության բարելավումը։ Նախրի կառավարումը տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի եւ հետագծելիության ապահովում նոր մեխանիզմի ներդրմամբ, ինչպես նաեւ հանրապետությունում զարգացնել մսատու եւ կաթնատու ուղղությունները, մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 8-րդ շենքի հարակից խաղահրապարակում եւ խաղադաշտում կատարվել են բարեկարգման աշխատանքներ։ Աբովյանի քաղաքային տնտեսությունը վերանորոգել է այգու վնասված գույքը, տեղադրվել են նոր խաղասարքեր, մարզասարքեր, զուգափայտեր, նստարաններ։ Նորոգման, ներկման եւ գծանշման աշխատանքներ են կատարվել ֆուտբոլի եւ բասկետբոլի համար նախատեսված խաղադաշտում։ Անվտանգ խաղային տարածք ապահովելու նպատակով այգին ամբողջությամբ ցանկապատվել է։ Ազգային ժողովում ընդունվել է հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծ 62 կողմ 27 դեմ ձեռնպահ 0 ձայներով հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք նախատեսող տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծը ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ։ Նշենք, որ նախագծով առաջարկվում է տուգանել 3000 դրամ տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում, 10000 դրամ չվճարելով օգտվելու դեպքում, 15000 դրամ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։ Արհեստական խցանումների ռիսկերը նվազեցնելու նպատակով ազգային ժողովում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է թեթև ավտովթարների դեպքում սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների կողմից երթևեկելի հատվածն ազատելու հստակ ժամկետ։ Նախագիծը ներկայացրել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Եթե վարորդները խախտեն այս պահանջը, չհեռանալով դեպքի վայրից 20 րոպեի ընթացքում, նրանք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, ասել է Աղաջանյանը։ Էդուարդ Աղաջանյանի խոսքով ներկայում երկու ավտոմեքենայի մասնակցությամբ պատահարներից հետո միջինում մեքենաները չեն հեռացվում 1 ժամ 12 րոպե, ինչը լուրջ խցանումների պատճառ է դառնում։ Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ գույքային վնասը սահմանված 400,000 դրամի շեմը չի գերազանցում եւ կողմերը լրացնում են ապահովագրական 1 պատուհան հավելվածի համաձայնեցված հայտարարագիրը։ Նախագծով նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը սահմանված ժամկետը կլինի 20 րոպե, իսկ այդ ժամկետի ավարտից հետո տեխնիկական բարելավումների շնորհիվ կարող է կրճատվել մինչև առավելագույնը 5-ից 10 րոպե։ Նշվում է, որ ապագայում վթարի պահին հավելվածն արդեն կներառի վարորդների բոլոր տվյալները, ինչը կկրճատի լրացման ժամանակը։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Սյունիքի մարզում արձանագրել են ապօրինի ընդերք օգտագործման 6 դեպք։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Գորայք, Քարահունջ, Որոտնավան, Հարժիս, Անգեղակոտ, Շինուհայր բնակավայրերի վարչական տարածքներում կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր 16.95 հեկտար տարածքից իրականացվել է շուրջ 1.470.000 խորանարդ մետր հրաբխային խարամանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ 33.864.713 դրամի չափով։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեն։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790.320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 38.060-ով կամ 5.1%-ով։ Նախքան մրցախաղերի մեկնարկը տեղի է ունեցել մրցավարական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են բանակային խաղերի ծրագիրը, հստակեցվել ըստ օրերի կայանալիք միջոցառումները։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի առաջին օրը կայացել է կողմնորոշում մրցաձևը։ Թիմերի ներկայացուցիչների համար պահանջը հետևյալն էր՝ անծանոթ տեղանքում արագ և անվտանգ հաղթահարել երթուղին, իրականացնել սահմանված վայրի հայտնաբերում և կարճ ժամանակում հատել վերջնագիծը։ Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը։ Մրցաձևն անցկացվել է առանձին տղամարդկանց և կանանց շրջանակում։ Անհատական հաշվարկով մրցութային առաջին օրվա արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ. տղամարդկանց մրցապայքարում առաջին տեղ Պաշտպանության նախարարության թիվ 3 թիմի ներկայացուցիչ մայոր Տարոն Ազարյան, երկրորդ տեղ Պաշտպանության նախարարության թիվ 2 թիմի ներկայացուցիչ կապիտան Արտակ Անդրեսյան, երրորդ տեղ Պաշտպանության նախարարության թիվ 1 թիմի ներկայացուցիչ կապիտան Յուրի Մխիթարյան։ Կանանց մրցապայքարում առաջին տեղ Պաշտպանության նախարարության թիվ 5 թիմի ներկայացուցիչ կուրսանտ Մելինեթ Համրազյան, երկրորդ տեղ Արդարադատության նախարարության թիմի ներկայացուցիչ փոխգնդապետ Լիանա Անդրեասյան, երրորդ տեղ Ներքին գործերի նախարարության թիվ 2 թիմի ներկայացուցիչ ավագ սերժանտ Հասմիկ Մուրադյան։ Բանակային խաղերին մասնակցում են Պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական 18 թիմեր։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 1-ից 2-ին մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործության դեպք, 4-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, խարդախության խուլիգանության 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար, 6 մարդ մահացել է, 19 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Հուլիսի 1-ից Ներքին գործերի նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայություններն անցել են ուժեղացված ծառայության։ Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում և Առափնյա հատվածներում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն, համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած վիճակում չլողալ, շրջապատի նկատմամբ դրսևորելով պատասխանատվություն։ Հասարակական կարգն ու անվտանգության կանոնները խախտելու համար օրենսդրությամբ նախատեսվում են պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառվելու են անխտիր բոլոր օրինազանցների նկատմամբ։ Հարգելի քաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր ամենօրյա ծառայության առանցքում է։ Պահպանեք անվտանգության կանոնները, այդ կերպ պաշտպանելով ձեզ և մյուսներին։ Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն նպաստում Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններին, այլ միայն վատթարացնում են դրանք, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սպուտնիկ ռադիոկայանի եթերում։ Նա անդրադարձել է Բաքվում Սպուտնիկ Ադրբեջան լրատվական գործակալությանն անցկացված խոզարկությանը և գործակալության ղեկավարի ու գլխավոր խմբագրի կալանավորմանը։ Զախարովան նշել է, որ գուցե ինչ-որ մեկին դուր չի եկել որևէ նյութ, սակայն ոչ մի դժգոհություն չի ներկայացվել լրատվամիջոցին կամ լրագրողներին։
դեպքերին։ Դիվանագետը հիշեցրել է, որ հուլիսի 1-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն եւ նրան խիստ դեմարշ է հայտարարվել։ Անդրադառնալով Եկատերինբուրգի դեպքերին, դիվանագետը նշել է, որ երբ մարդիկ են մահանում, դա անշուշտ ողբերգություն է եւ դրա մասին անմիջապես հայտնել են հենց Ռուսաստանի իրավապահ մարմինները եւ սկսել են քայլեր ու գործողություններ իրականացնել այդ իրավիճակը ուսումնասիրելու ուղղությամբ։ Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը համագործակցում են տարբեր ոլորտներում եւ լավ հարաբերություններ ունեն։ Հիշեցնենք, հունիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության ուժերը խուզարկություններ են անցկացրել Եկատերինբուրգում, ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների կապված տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունների հետ։ Ձերբակալությունների ընթացքում 2 մարդ մահացել էր։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանցից մեկի մահվան պատճառը դարձել սրտային անբավարարությունը։ Զոհերի մարմինները տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ պարզվել է, որ մահը վրա է հասել բռնության հետևանքով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին։ Բաքուն այս իրադարձություններից հետո արշավ է սկսել Մոսկվայի դեմ։ Հունիսի 30-ին խուզարկություններ են անցկացվել Բաքվում գտնվող ռուսական Սպուտնիկ Ադրբեջան գործակալության գրասենյակում, որի ղեկավարը եւ գլխավոր խմբագիրը 4 ամսով կալանավորվել են։ Ռուսաստանի արտգործնախարարությունը բողոք է հայտնել լրագրողների ձերբակալության առնչությամբ։ Բաքվում 4 ամսով կալանավորվել է նաեւ Ռուսաստանի Դաշնության 8 քաղաքացի, որոնց մեղադրել են կազմակերպված հանցավոր խմբավորման մասնակցության, Իրանից թմրանյութեր տեղափոխելու եւ կիբերհանցագործությունների մեջ։ Ռուսաստանում էլ բերման է ենթարկվել Եկատերինբուրգում ադրբեջանական Սփյուռքի առաջնորդ Շահին Շիխլինսկին, որին հարցաքննությունից հետո ազատ են արձակել։ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի, այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփը։ Հուսով են, որ Մերձավոր Արևելքի բարօրության համար Համասը կընդունի այս գործարքը, քանի որ շարունակվելու դեպքում իրավիճակը չի լավանալու, ավելի վատանալու է։ Deutsche Welle-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով իր վարչակազմի ներկայացուցիչները հուլիսի 1-ին արդյունավետ հանդիպում են ունեցել իսրայելական պատվիրակության հետ Գազայի հատվածի հարցի շուրջ եւ համաձայնեցրել 60-օրյա հրադադարի կնքման պայմանները։ Իսրայելը դեռևս չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։ Հաջորդ շաբաթ Սպիտակ տան ղեկավարը Վաշինգտոնում կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը, ինչպես Թրամփը հույս ունի, նույնպես կկնքվի հաջորդ շաբաթ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր պատերազմում զոհվել է ավելի քան 55,000 պաղեստինցի, որի կեսից ավելին երեխաներ եւ կանայք են։ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը բնութագրվում է աղետալին։ Կալիֆոռնիայում հրավառ նյութերի պահեստում հրդեհ է բռնկվել եւ ուժգին պայթյուն տեղի ունեցել, հայտնում է NBC News-ը։ Պահեստը գտնվում է Սակրամենտոյից հյուսիս-արևմուտք գտնվող Էսպարտո փոքր քաղաքի մոտակայքում, որն ունի մոտ 3000 բնակչություն։ Էսպարտոյի հրշեջ ծառայությունից չեն հայտնել արդյոք տուժածներ կան թե ոչ։ Պաշտոնյաները հայտնել են, որ պահեստներից մեկում մեկ խոշոր հրդեհը մի քանի տեղային հրդեհներ է առաջացրել, որոնք ընդհանուր առմամբ տարածվել են մոտ 80 ակր տարածքի վրա։ Ուղղաթիռից նկարված տեսանյութում երևում է շենքերից դուրս եկող սպիտակ ծուխ, որից հետո տեղի է ունենում մեծ պայթյուն, այնուհետև հրավառ նյութերի պայթյուններ։ Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, տեղեկություններ են հաղորդվում, որ որևէ հանցավոր գործոն չի նկատվել։ Վնասները գնահատելու համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են մարզերում հուլիսի 3-ից 5-ին, գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 6-ից 7-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ 17-ից 21 մետր/վայրկյան արագությամբ, երեկոյան ժամերին 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։